Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, եթերում հարթակ հաղորդաշարն է։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակի այսօրվա թեման Սփյուռքն է, մեր հայրենակիցների ու գաղթօջախների ճանաչումը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը նախաձեռնել է Հայաստան-Սփյուռք ազգային կապիտալի բացահայտում, կարիքների գնահատում ծրագիրը, որի շրջանակներում իրականացրել է Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանության իրականացման գործում հեռուստատեսության եւ ռադիոյի դերը սոցիոլոգիական հետազոտությունը, ինչը կարելի է համարել Սփյուռքի ներուժի գնահատման, հաշվառման եւ գործադրման նոր մեկնակետ։ Այդ հետազոտությունը կարող է համազգային իդեալների ու երազանքների զգայական հարթությունները վերածել աշխատանքային հստակ տարածության եւ կոնկրետ նախագծերի։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Թամարա Գևորգյանը։ Նրա հետ քննարկելու ենք այս թեման եւ անշուշտ լինելու են առաջարկներ Սփյուռքի կարծիքը կյանքի կոչելու ճանապարհների վերաբերյալ։ Ինչի կարիք ունի Սփյուռքը։ Լսել ենք Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապյոնյանի եւ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի տեսակետները։ Քանի միլիոն հայ կա աշխարհում, տեղյակ ենք արդյոք ինչի կարիք ունի Սփյուռքը։ 2008 թվականին հիմնադրված Սփյուռքի նախարարության վարած պետական քաղաքականությունը կարող է արդյոք մեր հայրենակիցներին դրսում հայ պահել։ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապյոնյանը ու արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը համակարծիք են, որ Սփյուռքի ռեսուրսն ամբողջությամբ ուսումնասիրելը բարդ խնդիր է։ Խնդիրն այն է, որ Սփյուռքը շատ բազմազան օրգանիզմ է, կենդանի, իրական, որը ամեն օր վտանգված է։ Այսպես կոչված սպիտակ ջարդը կամ ինչպես մենք ենք ասում, ուծացումը ամեն օր չոքած է Սփյուռքի մեր հայրենակիցների առաջ։ Ամբողջ խնդիրն այն է, որ նախ եւ առաջ մենք ուսումնասիրել ենք Սփյուռքի կառուցվածքը, որտեղ է տեղի ունեցել ձուլում, մինչև ոչնչացում։ Սփյուռքի այդ աշխատանքը դեռ սկսել է Լենինի ժամանակներից։ Հատուկ ուշադրություն են դարձրել դրան եւ Հայաստանի ղեկավարությունը եւ կենտրոնական իշխանությունները։ Առաջի ներգաղթը 24 թվականին Լենինի ցուցումով է եղել։ Այսինքն եղել է ընդգծված քաղաքական աշխատանք, թե ինչ նպատակ է ունեցել դա հարցի մյուս կողմն է։ Բայց միշտ աշխատել են շահագործել Սփյուռքը։ Իզուր տեղը չեն սփյուռքահայերն ասում, որ մեզ կթանկովի տեղ են դրել։ Սփյուռքում ստեղծվել են բազմաթիվ կառույցներ ու կազմակերպություններ, որոնց թիվը գերազանցում է տասնյակ հազարները, սակայն խիստ տարբեր են նրանց առաջ քաշած խնդիրները՝ լեզու, պատմություն, սոցիալական, քաղաքական վիճակ։ Հարցն ավելի է բարդանում, քանի դեռ Հայաստանից արտագաղթն ավելի է մեծանում։ Որքան էլ որ սպայն իմ ասածը հնչի պարադոքսալ կամ տարօրինակ, այնուամենայնիվ Մարսելի հայությունը նույն հայությունը չէ, ինչ Փարիզի հայությունը։ Դրանք էապես տարբեր են ինչպես բուն բնակչության համար, այնպես էլ հայկական Սփյուռքի համար։ Ունենք ամենագլխավոր խնդիրը Ռուսաստանի Դաշնության կամ հետ սովետական շրջանի նոր գոյացած հայկական Սփյուռքում։ Ինչու է այդպես։ Հայտնի փաստ է, որ արևելա Հայաստանը միշտ եղել է ռուսական մշակույթի տիրույթում, եւ այնտեղ ձուլումը տեղի ունենում տարածիորեն կայծակնային արագությամբ 1 կամ 2 սերունդ եւ ձուլումը ակնհայտ է։ Ասել հայ մնալ դա շատ հարաբերական հասկացողություն է, որովհետեւ պատմականորեն եւ փիլիսոփայորեն եթե մոտենանք հարցին, Սփյուռքը դա անհետացող մարմին է։ Եվ ով էլ որ ինչ էլ որ ասի, Հուրհավիտյան կարող ենք մենք այնտեղ պահել մեր համայնքները, լեզուն, մշակույթ, դա պարզապես ուտոպիա է։ Եվ մասնավորապես այսօրվա քաղաքական իրադրության մեջ ցույց տվեց այս ընթացքը աշխարհաքաղաքական, որ մասնավորապես մեր ցավոր արևելքում հայ համայնքները դատապարտված են վերացման։ Հիմա կարողանալ երկարաձգել այդ հոգեվարքը, դա շատ կարևոր է։ Դրա համար այստեղից պետք է շատ խելացի մտածված պետական մակարդակով կազմակերպված աշխատանք կատարվի։ Եվ դա ոչ մի նախարարության, ոչ էլ մի ինչ-որ կազմակերպության, ոչ էլ ինչ-որ անհատների առաքելություն է։ Դա շատ մեծ ազգային քաղաքականություն է, որը պետք է ազգովի լուծվի։ Ամբողջ հայության համար առաջնահերթ խնդիր է հայոց ցեղասպանության դատապարտման ու պահանջատիրության հարցը։ Այս հարցում աշխարհի հայերը միասնական են, ընդգծում է փոխնախարարը։ Պատմության մեջ առաջին անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարվեց հայոց հոգևորականների 3 ճյուղերի համատեղ գիտաժողով։ Կաթոլիկներ, ավետարանականներ, հայ առաքելական եկեղեցու 2 ճյուղեր, Անտիլիասի եւ Մայրաթոր Էջմիածնի։ Կարող եք պատմության մեջ բերել գոնե մեկ օրինակ, երբ հոգևոր հայրապետները տարբեր քրիստոնեական հակումների մի կամարի տակ գոնե մի անգամ պատմության մի օր նստած լինեն եւ համազգային խնդիրներ քննած լինեն։
Երկրորդ օրինակը հունվարի 29-ին 15 թվականին տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող հանձնաժողովների համատեղնից նախագահը ելույթ ունեցավ առաջին անգամ հայոց ամբողջ պատմության մեջ միմյանց մեջ ներքին հակասություններ ունեցող հասարակական կազմակերպությունները, ավանդական կուսակցությունները համատեղ հավաքվեցին, իրենց բոլոր առաջարկները ներկայացրեցին համազգային խնդիր լուծելու հարցում, եկան ընդհանուր հայտարարի եւ նախագահին ներկայացրեցին հայտնի հռչակագիրը, որը նախագահը ընթերցեց Ծիծեռնակաբերդում։ Արման Նավասարդյանն ասում է. մենք գիտենք ինչ ենք ուզում Սփյուռքից, սակայն չգիտենք ինչպես ենք ուզում։ Անկախությունից հետո շատ մեծ հնարավորություններ բացվեց մի կողմից, մյուս կողմից էլ դա պարզապես տարավ շատ վատ ուղղությամբ, ես նկատի ունեմ արտագաղթը, որը փաստորեն երկրորդ ալիքն էր 15 թվականից հետո, այսինքն հիմա մենք փաստորեն ունենք երկու սփյուռք, երկու կատեգորիայի սփյուռք։ Եվ արդյոք սրանց հետ ճիշտ է կատարում աշխատանքը, թե ոչ։ Արդյոք մենք կարողանում ենք վերցնել այն, ինչ որ պետք է վերցնենք եւ տալիս ենք այն, ինչ որ պիտի տանք։ Ես կարծում եմ, որ դա massամբ է արվում, որովհետեւ կան դրա համար կոնկրետ պատճառներ։ Մենք հաճախ կարծում ենք, եթե մեր հայրենակիցներն են, ուրեմն վերջացավ, ոչ մի խնդիր, ոչ մի խնդրեմ չկա, դա այդպես չէ։ Սա պահանջում է հավաքական ուժ ամբողջ ազգի ուղեղը եւ այստեղ եւ դրսում։ Դրա համար շատ ուժեղ կազմակերպչական խնդիրներ են պետք լուծել, շատ մասնագետներ պետք է լինեն անպայման, գիտահետազոտական ինստիտուտներ պետք է լինեն եւ տեսական հարցը պետք է կարողանալ եւ գործնական խնդիրները։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Ինչպես միշտ այս էջում մենք զրուցելու ենք հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի փորձագետներից որևէ մեկի հետ։ Այսօր տաղավարում է Անգելինա Մակարյանը։ Բարի օր, Անգելինա։ Բարև ձեզ։ Անգելինա, հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը բավականին մեծ եւ լայնածավալ հետազոտություն է իրականացրել Հայաստան-Սփյուռք գործակցության արդիականացման վերաբերյալ։ Հետաքրքիր է, որոնք են հետազոտության մասնակից թիրախային խմբերը եւ որ երկրների ներկայացուցիչներն են եղել նրանք։ Հայաստան-Սփյուռք ազգային կապիտալի բացահայտում, կարիքների գնահատում, սոցիոլոգիական հետազոտության մասնակից թիրախային խմբերն են լրագրողներ, հայոց լեզվի ուսուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, պարուսույցներ, պարողներ, վոկալիստներ, երգիչներ։ Հետազոտությանը մասնակցել են շուրջ 14 երկրների մասնակիցներ, այդ թվում Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Բելարուս, Բելգիա, Լիբանան, Իրան, Իսրայել, Լեհաստան, Կանադա, Ղազախստան, Չեխիա, Սիրիա։ Փաստորեն իսկապես լայնածավալ հետազոտություն է եղել եւ նշեցիք, որ հետազոտությունը ուղղված է եղել Սփյուռքի կարիքների գնահատմանը։ Ինչ է դա իր մեջ ներառում, որոնք են այդ հետազոտության հիմնական խնդիրները։ Հետազոտությունը բավականին լայնածավալ է եւ իր մեջ ներառում է բազմաթիվ խնդիրների ուսումնասիրություն։ Թվեմ դրանցից հիմնականները։ Օրինակ հայկական հեռուստատեսությունից եւ ռադիոյից ակնկալիքների դուրսբերմանն է ուղղված եղել, ազգային ինքնության եւ հայի հետ նույնականացման տարերի չափմանը, լեզվական եւ մշակութային բնութագրիչների նկարագրում։ Տվյալ կատեգորիայի շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ թե որոնք են այն հիմնական խնդիրները, որի հետ բախվում են հայ համայնքի ներկայացուցիչները հայոց լեզվի պահպանության հարցում։ Հետազոտությունը ուղղված է եղել նաև բացահայտելու, թե աշխարհով մեկ սփռված հայերը ինչ պատկերացումներ եւ ինչ ակնկալիքներ ունեն Հայաստանից իբրև համայն հայության հայրենիք եւ պետություն, եւ ինչ են իրենք պատրաստ տալ Հայաստանին։ Թեման իհարկե շատ լայնածավալ է, բայց փորձենք անդրադառնալ հետազոտության բովանդակային հատվածին։ Կարող եք ներկայացնել որոշ հետաքրքրական ցուցանիշներ, որովհետև ամբողջին անդրադառնալ բնականաբար այսօր չենք հասցնի։ Անկեղծ ասած, ինձ համար դժվար է առանձնացնել տվյալներ, որոնք առավել կամ քիչ հետաքրքրական կլինեն։ Քանի որ իսկապես թեման շատ լայնածավալ է, փորձեմ ես այսպիսի մի հարց տալ։ Օրինակ Սփյուռքի մեր հայրենակիցները ինչ են մտածում։ Կցանկանային արդյոք վերադառնալ եւ մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Նման հարց ընդգրկված է եղել հարցաթերթում եւ այն հարցին, թե արդյոք կցանկանային մշտական բնակություն հաստատել Հայաստանում, 18.7%-ը նշել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կցանկանար տեղափոխվել եւ մշտապես ապրել Հայաստանում։ 28.1%-ը չի ցանկանում մշտական բնակություն հաստատել Հայաստանում։ Մինչդեռ 53.2%-ը նշում է, որ կցանկանար մշտական բնակություն հաստատել Հայաստանում 60-ից բարձր տարիքում։ Շատ հետաքրքիր է, որ 60-ից բարձր տարիքում մարդիկ ցանկանում են վերադառնալ եւ կրկին բնակվել Հայաստանում, բայց կարող եք ըստ ձեր ուսումնասիրությունների եւ հետազոտությունների եզրահանգում անել, թե ինչու է դա այդպես, ինչու են հենց այդ տարիքից հետո նրանք ցանկանում բնակվել Հայաստանում։ Եթե փորձենք առանձնացնել այն պատճառները, թե ինչով է
պայմանավորված 60-ից բարձր տարիքում Հայաստանում բնակություն հաստատելու հանգամանքը, հարցման մասնակիցները առանձնացնում են հետևյալ հիմնական պատճառները. Հայաստանյան աշխատանքային շուկայի ոչ բարենպաստ պայմանները, կյանքի ռիթմը, ապրելաոճը, հասարակական բարքերի տարբերությունը եւ լեզվական խոչընդոտները։ Եվ երրորդ կարևոր պատճառաբանությունը, որ նշում են, ենթակառուցվածքների զարգացվածության մակարդակն է։ Նրանք նկատի ունեն սպասարկման, կրթության, առողջապահության, արդարադատության ոլորտների նկատմամբ անվստահությունը եւ դրանց աշխատանքից անբավարարվածությունը։ Վերևում քիչ առաջ նշեցիք, որ հետազոտության ժամանակ անդրադարձել եք նաեւ հայկական հեռուստատեսությունից եւ ռադիոից սփյուռքահայերի ակնկալիքների դուրսբերմանը։ Հետաքրքիր է, ինչ է պարզվել արդյունքում, կներկայացնեք որոշ տվյալներ այս հարցի վերաբերյալ։ Նախ եւ առաջ նշեմ, որ հայկական հեռուստաալիքները չեն ընկալվում որպես առանձին միավորներ, այլ դիտարկում են որպես հայկական հեռուստատեսություն, մեկ ամբողջ միավոր։ Եվ այն պատկերացումները, որ սփյուռքահայերը ունեն հեռուստատեսության վերաբերյալ, ընդհանրական է եւ չի վերաբերվում առանձին հեռուստատեսությանը։ Իսկ արդյոք հետազոտության ընթացքում պարզել եք, թե ավելի շատ որ հաղորդումներն են դիտվում։ Դիտելիության բարձր ցուցանիշ ունեցող հաղորդումները հիմնականում ժամանցային ուղղվածության են, սակայն պետք է նշել, որ դա պայմանավորված է ոչ թե մասնակիցների պահանջարկով, այլ հեռուստատեսության կողմից հեռուստադիտողներին մատուցված հաղորդումներով։ Ընդ որում մասնակիցները մատնանշում են հաղորդաշարերի որակի ցածր լինելը իրենց տեղական հեռուստահաղորդումների որակի համեմատությամբ։ Անգելինա, իսկ ինչ նկատի ունեն նրանք ցածր որակ ասելով։ Մասնավորապես անդրադարձ են կատարում հաղորդաշարերի սյուժեների պարզունակությանը եւ կանխատեսելիությանը, հաղորդումների միատեսակ լինելուն, խոսքի անաղարտությանը, օգտակար տեղեկատվությամբ հագեցած նյութերի սակավությանը։ Անգելինա, շնորհակալ ենք այս նյութերը եւ տեղեկատվությունը մեզ տրամադրելու համար։ Բնականաբար բոլոր հարցերին անդրադառնալ չեն կարող, սակայն սիրելի ռադիո լսողներ, մենք այս թեման կշարունակենք մեր հյուրի հետ։ Հարայ ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այժմ տաղավարում իմ հյուրը հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Թամարա Գևորգյանն է։ Բարի օր Տիկին Գևորգյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ միանգամից անցնենք առաջին հարցին։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը շնորհակալ գործ է արել։ Նշված է, որ հետազոտության խնդիրն է Սփյուռքի հայ համայնքների ներկայացուցիչների կարիքների գնահատումը, Հայաստանից ակնկալիքների դուրսբերումը։ Պատմեք մի փոքր, թե ինչպես առաջացավ ընդհանրապես հետազոտության իրականացման գաղափարը։ Որն է դրա պատճառը։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ նշել, որ կարևոր խնդրի մասին ենք խոսում եւ այդպես չէ ընդգծի, որ մենք շնորհակալ գործ ենք անում, մենք անում ենք այն աշխատանքը, որը որ համարում ենք, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի համար, որովհետեւ վաղուց ժամանակն է կարծում եմ, որ անդրադառնանք այս խնդրին շատ ավելի խորքային, քան կարողանում ենք պատկերացնել առհասարակ։ Գաղափարը վաղուց էր առաջացել իմ մեջ եւ գործընկերների հետ քննարկելով, կիսվելով եկանք այն եզրակացության, որ կարող ենք կյանքի կոչել։ Խնդիրը հետևյալն է, որ շատ հաճախ մենք խոսում ենք Սփյուռքի մասին, հայ համայնքների մասին, բայց կարծում եմ այսօր բավականին կտրված ենք եւ իրական պատկերի մասին այնքան էլ ճիշտ տեղեկացված չենք։ Եվ որպեսզի կարողանանք ավելի հստակ պատկեր ունենալ եւ ավելի հստակ ծրագրեր առաջ քաշել, իհարկե պետք է սկսենք հետազոտել, այսինքն ինչ վիճակում են մեր համայնքները, ինչի կարիք ունեն, ինչպես են պատկերացնում համագործակցությունը Հայաստանի հետ, ինչ են ակնկալում Հայաստանից որպես պետություն։ Այս ամենը արտացոլեցինք ծրագրում եւ սկսեցինք աշխատել։ Մեկնարկը տրված է եւ ես կարծում եմ, որ մեր ծրագիրը մեծ հեռանկարներ ունի եւ կկարողանանք իրապես գործ կատարել եւ ոչ թե ուղղակի ենթադրությունների մակարդակով խոսել, թե ինչպիսին են հայ համայնքները, ինչով են զբաղված, ինչ ներուժ ունենք այնտեղ եւ այլն։ Իսկ որոնք են այն հիմնական դրույթները, որոնք առավել կարևոր են եւ անհրաժեշտ է բարձրաձայնել։ Գիտեք Անա, ես չէի ասի առավել կամ պակաս կարևոր, ես հարցին այսպես կմոտենայի, որ մենք փորձում ենք նախ ուրվագծել, քարտեզագրել, թե ինչ ունենք Սփյուռքում։ Սա երկարածավալ, երկարաժամկետ, քայլ առ քայլ կատարվող աշխատանքն է։ Ես արդեն ասացի, որ մեկնարկն ենք տվել եւ հիմնական նպատակը նա է, թե այսօր ինչ կյանքով են ապրում մեր համայնքները։ Հայապահպանության խնդիրը ինչ վիճակում է, լեզվի, մշակույթի, երիտասարդները որքանով են իրենց հայ զգում, նախ հայ ասելիս ինչ են հասկանում։ Երկրորդը, եթե հիշում եք, երկար տարիներ բոլորիս իղձը, համայն հայության իղձը եղել է ազատ անկախ պետություն ունենալը, եւ այսօր այդ իղձը այլևս իրականություն է դարձել։ Հիմա հաջորդ միտքը, հաջորդ գաղափարը կամ գաղափարները, որոնք որ մեզ պետք է համախմբեն, մենք պետք է հասկանանք, թե դրանք որ գաղափարներն են, եւ կարողանանք հասկանալ, թե մենք որպես արդեն Հայաստան պետություն, որպես ամուր պետություն, ինչ է
ակնկալում մեր սփյուռքը, ինչ կարող ենք տալ սփյուռքին, ինչ են կարող տալ իրենք մեզ որպես պետություն։ Եվ այս հարցերի պատասխանը մենք չէ որ որևէ կաբինետում նստած պետք է կարողանանք կամ չինովնիկների մակարդակով որոշենք թե այս հարցը այսպես պետք է լուծվի կամ հակառակը։ Մենք պետք է կարողանանք գնալ, հարաբերվել սփյուռքի հետ, համայնքների հետ եւ այնտեղից դուրս բերել թե իրենք այս հարցերի շուրջ ինչպես են մտածում։ Նոր ասացիք, որ շարունակական է այս ծրագիրը եւ դա բնական է, բայց կատարված ուսումնասիրությունների արդյունքում հասկացել եք արդյոք, որ ճիշտ ուղու վրա եք, ճիշտ հարցեր են բարձրացվում եւ հենց այդ գաղափարախոսության հետ կապված հարցերն են, որ կարեւոր են այսօր Սփյուռքի եւ Հայաստանի միջև կապը ամրապնդելու համար։ Շատ ճիշտ մոտեցում է, որ մենք երբ որ ծրագիրը սկսում ենք, ունենք այդ մտավախությունը եւ մտածում ենք թե որքանով կհաջողենք։ Եվ երբ որ մեկնարկը տրվեց, չեք պատկերացնի որքան էր այդ հուզականությունը եւ մեր կողմից եւ իրենց կողմից, որովհետեւ այնքան շնորհակալ էին իրենք, որ մենք այսպիսի մոտեցում ենք ворթեգրել։ Ի վերջո հարցնում ենք թե ինչպես եք ապրում։ Նախ համայնքները միմյանց մասին շատ քիչ տեղեկատվություն ունեին եւ մեր հանդիպումների, քննարկումների, խմբային քննարկումների արդյունքում նրանք կարողանում էին նաեւ դուրս բերել թե այս կամ այն համայնքը ինչ կյանքով է ապրում, ինչ փորձ ունի հայկական դպրոցների հայերենը պահելու, մշակույթը պահելու ուղղությամբ, իրենց պետությունների հետ հարաբերվելու ուղղությամբ, այսինքն իրավական հարթության վրա եւ այս դրական փորձը կարողանում են միմյանց փոխանցել, այսինքն եւս մեկ անգամ հանդիպումները եկան արձանագրելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այս ճանապարհը պիտի դեռ միասին անցնենք։ Հաջորդը, որ մենք կարողացանք դուրս բերել մեզ համար, որ ունենք հրաշալի երիտասարդություն Սփյուռքում, բայց երիտասարդների հետ պետք է աշխատել, որովհետեւ շատ հետաքրքիր բան կար հարցաթերթում, երբ որ մենք ասում ենք ով է հայը, առաջինը որ եկել էր պատասխանը, որ այն մարդը ով իրեն հայ է զգում։ Շատ կարեւոր տեղ էր գրավում եւ շատ ոգևորեց մեր թիմին, երբ որ նրանք պատասխանում էին, որ հայ է նաեւ այն մարդը, ով իր հայրենիքի, տվյալ դեպքում իր պետության համար որևէ մի քայլ անում է, որևէ դրական բան անում է։ Հայաստանը միակ պետությունն է, բայց Սփյուռքի համար, երբ որ ասում ենք հայրենիք, բնականաբար նաեւ մեզ համար հայրենիքը դա մեր մեծ Հայաստանն է, ծովից ծով Հայաստանն է։ Բայց այսօր պետք է իրականությունից ելնենք եւ հասկանանք, որ Հայաստան երկիրը կարիք ունի բոլորի, այսինքն ոչ միայն այն մարդկանց, ովքեր այստեղ են ապրում, այլ համայն հայության կարիք ունի։ Բայց որpիսի սրանք չլինեն միայն հուզական, ուղակի բարձրաձայնած խոսքեր, մենք պիտի կարողանանք տեղափոխենք ավելի գործնական հարթություններ, ավելի գործնական քայլեր ձեռնարկենք։ Եվ ծրագրերը, որոնք որ պետության կողմից իրականացվում են եւ նաեւ համայնքներում իրականացվում են, պետք է միտված լինեն հստակ խնդիրների լուծմանը։ Որոնք են այս խնդիրները։ Ես կուզեմ այս խնդիրներից խոսենք։ Նախ պիտի հասկանանք, թե այսօր հայ համայնքներում, ընտանիքներում որքանով մարդիկ կարողանում են պահել հայերենը որպես լեզու, որովհետեւ լեզուն մեզ համար կարեւոր է, նորություն չի լինի, որ ասենք, որ եթե չկա լեզուն, ապա մենք կորցնում ենք շատ բաներ, եթե չկա մշակույթը, ապա մենք նորից տեղի ենք տալիս եւ ձուլվում ենք։ Հիմա ինչ ենք անում այս ուղղությամբ։ Համայնքը որպես համայնք, այսինքն իրենք ինքնակազմակերպվում են, որոշակի հարցեր բարձրացնում են, կարևորում են եւ լուծում են, եւ մենք որպես պետություն, որպես աջակից ինչ ենք փորձում անել։ Բավականին խնդիրներից արդեն դուրս ենք բերել եւս խնդիրներ, որոնք պիտի կարողանանք լուծել եւ ներկայացրել ենք արդեն Սփյուռքի նախարարությանը եւ շարունակական է լինելու, այսինքն մենք հիմա նույնպես այդ ճանապարհի վրա ենք, փորձելու ենք նորից շարունակել մեր հետազոտությունները։ Իհարկե հետազոտությունները շատ ավելի տեղին եւ ճշգրիտ եւ խորքային կլինեն, երբ որ մենք նաեւ հայտնվենք համայնքներում, որովհետեւ այն հոսքը, որ գալիս է դեպի Հայաստան, հրաշալի է, բայց բավարար չէ ամբողջական պատկեր կազմելու համար։ Այն մարդիկ, որոնք որ գալիս են համաժողովներին, նույնպես բավարար պատկեր չենք կարող ունենալ։ Այսինքն խնդիրը մենք շատ ավելի խորքային եւ լայն ենք դրել եւ փորձելու ենք լուծել եւ մոտենալ խնդրի լուծմանը, որովհետեւ տեսեք, հանդիպումների ժամանակ մենք նաեւ մեզ համար ցավալի մի բան արձանագրեցինք, որ երիտասարդները լավն են, շատ հրաշալի երիտասարդություն ենք, բայց եթե մենք նրանց հետ չաշխատենք, մենք կկորցնենք այս սերունդը։ Եվ սա ավելի շատ շեշտված էր, ուզում եմ ասել, ոչ թե ավանդական Սփյուռքում, այլ նոր ձևավորված Սփյուռքում։ Պարադոքս է, չէ՞, կարծես թե, բայց լեզվի եւ մշակույթի խնդիրը մենք ունենք նոր Սփյուռքում, պահպանելու խնդիրն ունենք նոր Սփյուռքում։ Եվ շատ հետաքրքիր էր նաեւ, որ մեր հետազոտությունը դուրս բերեց մի փաստ, որ դարեր ի վեր բոլորս էլ գիտենք եւ անուրանալի եւ մեծ գործ է կատարել հայ եկեղեցին, բայց այսօր եկել է ժամանակը, որ մենք կարողանանք նոր ձևաչափով մարդկանց, երիտասարդներին կապել հայի հետ, հայ մնալու, հայոց լեզվի, հայ մշակույթի հետ։ Այսինքն աշխարհը փոխվել է, մենք չենք կարող սրա հետ հաշվի չնստել եւ մենք չենք կարող հին մոտեցումներով փորձել նրանց հայ պահել։ Տիկին Գևորգյան, իսկ արդյոք կենտրոնը հանդես է եկել առաջարկություններով կամ խորհրդատվությամբ, թե պարզապես լսել եք
կարծիքներ։ Իհարկե ինքնանպատակ չէ որևէ հետազոտություն, եւ մեր հետազոտությունն էլ հենց առանձնանում է նրանով, որ մենք ուսումնասիրել ենք եւ ուսումնասիրության արդյունքում հստակ առաջարկներ ենք ներկայացրել պետական կառույցին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը, որովհետեւ կառույցը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր եւ այս ծրագրերի արդյունավետությունը չափելու եւ կամ այլ ծրագրեր առաջ քաշելու, նոր ծրագրեր մտածելու համար հետազոտության արդյունքները իրենց շատ օգնում են եւ կօգնեն, կարծում եմ, ժամանակի ընթացքում ավելի առարկայական կլինեն այդ ծրագրերը։ Ինչպես էստեղ իրականացվող, այնտեղ էլ համայնքներում էլ։ Տեսեք, մի կարևոր ցուցանիշ կար մեր հետազոտություններից, փորձեմ մտաբերել, որ երբ որ խոսքը գնում էր որևէ լավ գործ անելու մասին եւ Հայաստանն էր նախաձեռնում այս լավ գործը, Սփյուռքը համախմբված կարողանում է օգնել եւ այս գործը գլուխ էինք բերում։ Երբ որ խոսքը գնում էր, որ համայնքներում կարիքը կա, ասենք դպրոցը պահելու կամ որևէ այլ խնդիր լուծելու, այստեղ մի քիչ զգուշորեն պետք է նայենք այս հարցին, մենք որովհետեւ մեր տվյալները, մեր ցուցանիշը այնպիսին էր, որ ավելի դժվարանում են համայնքները հենց տեղում իրենց կարիքների համար գումար հայթայթել։ Հիմա պիտի հասկանանք, որն է այս խնդիրը, ինչու է այդպես, ինչ կարող ենք մենք անել, որ երբ որ խնդիրը մշակույթին եւ լեզվին է վերաբերում, պահպանությանն է վերաբերում, նույն ձև համախմբվեն, ինչպես Հայաստանի շուրջ են համախմբվում։ Առաջարկությունները ներկայացված են, առաջարկություններից բխող հանձնարարականները տրված են եւ պատկան մարմինները սրանով զբաղվում են եւ պարբերաբար, այսինքն տարին մեկ անգամ մենք ունենալու ենք այս հետազոտությունը, ինչպես նաեւ սրանց համեմատական վերլուծությունները եւ դրա արդյունքում շատ ավելի արդյունավետ կլինի նաեւ պետական կառույցի աշխատանքը Սփյուռքի համայնքների հետ եւ նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են վերանայվել, ավելանալ, փոփոխվել եւ այլն։ Տիկին Գևորգյան, ծրագրում ներառված հարցերից մեկն էլ վերաբերում էր հայկական հեռուստատեսությանը։ Ինչ կարծիքներ, ինչ տվյալներ ունեք այս հարցի մասին։ Լավ է, որ սրան անդրադառնում ենք, որովհետեւ մեր հետազոտության առանձին միջուղ առանձնացրել ենք եւ նվիրել ենք արբանյակային հեռուստատեսությամբ հեռարձակող, ինչպես նաեւ ռադիոն որպես տեղեկատվության աղբյուր Սփյուռքում, որքանով է գործում, որքանով են կարևորում, ինչ կարող ենք անել, արդյոք տրվող հաղորդաշարերը եւ ռադիո եւ հեռուստատեսությամբ այն հաղորդումներն են, որոնք որ պիտի լինեն, եւ հենց հետազոտությունն էլ միտված էր, մի հատվածը միտված էր դրան, որ հասկանանք, որ ի վերջո ունենք այս մեծ գործիքը, այս կարևոր գործիքը եւ գործիքը պիտի ծառայի իր նպատակին։ Բավականին հետաքրքրական տվյալներ ենք դուրս բերել։ Ես գիտեմ, որ մեր մասնագետների հետ դուք նաեւ զրուցել եք եւ կարծում եմ իրենք ավելի մանրակրկիտ անդրադարձել են սրան, ուղղակի պիտի մի բան կարևորենք, հասկանանք, որ այս հետազոտության արդյունքում դուրս բերված տվյալները օգնելու են բոլորին, մեդիադաշտում բոլորին, որպիսի նրանք կարծում եմ նույնքան հայրենասեր են, որքան որ մենք եւ կփոխեն, կվերանային այն արտադրանքը եւ հեռուստա եւ ռադիո արտադրանքը, որոնք որ հեռարձակվում է, գնում է առաշխար, առսփյուռք, որովհետեւ մենք չենք կարող չօգնել, մենք չենք կարող նպատակին չծառայեցնել, ուղղակի պատրաստել հաղորդումներ հեռարձակման համար հենց այնպես առանց նպատակի, առանց բովանդակության։ Տեսեք, Հայաստանի վարկանիշի վերաբերյալ մարդիկ այնպիսի տպավորություն ունեն, որ, չգիտեմ, հայկական ընտանիքները սրանք մի սարսափազլու, որևէ դրական իմաստով արժեհամակարգ չկրող մի մարմին է դարձել։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այդպես չէ եւ այդ սերիալների սցենարիստները այստեղ սթափվելու խնդիր ունեն, որովհետեւ միանշանակ չէ, նպատակը չի կարող նյութական նպատակը շատ ավելին լինել, քան այն արժեքներն, որոնք որ մենք սերմանում ենք եւ այդ արձագանքը իդեպ եթե ոչ այս պահին, ապա սրանք շարունակական բնույթ են կրում։ Իսկ մենք որպես հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն կոչ ենք անում, որ սթափվեն սցենարիստները, սթափվեն խմբագիրները, սթափվեն այն մարդիկ, ովքեր պատասխանատուներն են ոլորտի եւ հասկանան, որ արբանյակով հեռարձակվող հաղորդումները նրանք պետք է լինեն հատնտիր, նպատակային, չծավալվեմ եւ ասեմ, որ եթե որևէ մեկին հետաքրքրի մենք մեծ սիրով կտրամադրենք եւ նրանք կարող են արդեն հետազոտության արդյունքում դուրս բերված տվյալներով կազմել իրենց եթերացանցը, այո, եւ շտկումներ անել։ Հանրային հեռուստաընկերությունը ամբողջությամբ միտված է, ամբողջությամբ պատրաստ է եւ ինչպես նաեւ հանրային ռադիոն, նրանք ականջալուր են եղել այս հետազոտությանը եւ վերանայում են եւ փոխում են եւ փորձում են արդյունավետ, այո, կարծում եմ ակնհայտ են։ Գնահատականները թողնենք հասարակությանը, դուք որպես ոլորտի ավելի պրոֆեսիոնալներ կարող եք ասել դրա մասին, բայց մենք որպես կենտրոն միշտ ականջալուր ենք լինելու հասարակության կարծիքին եւ հենց ձեզ էլ հասցնելու ենք նրանց կարծիքը, որպեսզի լինի ավելի ազնիվ, ավելի անաչառ, արդար եւ ի վերջո նպատակային մեր հաղորդումները։ Սա ինչ վերաբերում է հետազոտության այդ հատվածին եւ սա էլ իդեպ շարունակական է լինելու, այսինքն մենք դինամիկ փոփոխություններին հետևելու ենք, տեսնելու ենք նպատակին ծառայում է թե ոչ, նոր ապրանքներ ենք հորինելու, առաջարկելու
հաղթելու եւ այլն, եւ փորձելու ենք գնալ այս ճանապարհով։ Տիկին Գևորգյան, ուսումնասիրությունները դեռ շարունակական են, արդեն քանի անգամ նշեցիք, բայց ամեն դեպքում այս ընթացքում ձեզ համար ամենակարևորագույն կետը, որի մասին կուզեիք հիմա բարձրաձայնել, այն որ դուրս եք բերել ուսումնասիրություններից, ո՞րն է։ Շատ լավ, Անա ջան, պիտի ասեմ, որ ամենակարևորագույն կետը, որ դուրս ենք բերել եւ սրա վրա պիտի մի պահ կանգ առնենք, սա այն էր, որ այսօր մենք ճունենք այնպիսի գաղափարներ եւ գաղափարախոսություն, որի շուրջ համայն հայությունը պիտի հավաքվի։ Նոր մենքի ստեղծման կարիք ունենք եւ սա չի կարող անել ուղակի նախարարությունը եւ կամ մի կենտրոն։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը եւ կամ ուշացել ենք, բայց ինչևէ առաջ պիտի նայենք, պիտի կարողանանք շտկել, նոր գաղափարների առաջ քաշման խնդիր ունենք։ Սրա համար պիտի ստեղծվի մի կառույց, խորհրդատվական մարմին կլինի, թե ինչ անվանումը այս պարագայում էական չէ, պետք է լինեն մասնագետներ, սրտացավ մարդիկ, պետական այրեր նաեւ եւ միասնական ջանքերով մենք կարողանանք դուրս բերել այն նոր գաղափարները, որի շուրջ բոլորս կհամախմբվենք եւ նաեւ պիտի ստեղծենք այդ հարթակը, որտեղ կլինեն քննարկումներ եւ միայն դրա արդյունքում մենք կարող ենք դուրս բերել այդ նոր գաղափարները։ Այսինքն հետազոտությունը մի կարևոր զանգ հնչեցրել է արդեն մեզ, պետությանը, հասարակությանը, Սփյուռքին, որ եկեք միասին նստենք։ Իհարկե հետաքրքիր էր, որ համայնքները սրանք ավելի շատ դիտարկում են, որ պետության Հայաստան երկրի լուծելու խնդիրն է։ Այո, մենք կիսում ենք այդ կարծիքը, դոմինանտ դերում պետք է լինի Հայաստանը, բայց ոչ առանց համայնքների կարծիքների։ Այսինքն նոր մենքի ստեղծման կարիք ունենք։ Հենց սրանով էլ ես կուզեի, որ ամփոփենք մեր հաղորդումը եւ գնանք փորձենք յուրաքանչյուրս մեր աշխատանքի շնորհիվ որևէ բան փոխել Հայաստանի եւ մեր համայնքների կյանքում եւ կարողանանք հայ լինելուն չնայել, որ ուղակի մենք հայ ենք, այլ փորձենք մնալով լինելով հայ, պահպանենք մեր մեծ հարստությունը եւ հպարտանանք, այսինքն մենք կարողանանք այնպես անել, որ աշխարհի որ ծայրում մարդուն հարցնես, այ ով ես դու, երբ որ հնչեցնի ասի ես հայ եմ, դա ասի ոչ թե հենց այնպես, որովհետև արյան կանչներ միայն, այլ իրապես հպարտորեն եւ վստահ, որ կա Հայաստան երկիր, որ իր թիկունքում կանգնած է։ Շնորհակալություն Տիկին Գևորգյան մեր հրավերն ընդունելու եւ հետաքրքիր ինֆորմացիա մեզ տրամադրելու համար։ Ցանկանում ենք ձեզ հաջողություններ հետագայում այս ծրագիրն իրականացնելու կապակցությամբ, իսկ մենք շարունակում ենք։ Շնորհակալություն։ Ազատ ու անկախ Հայաստանի ստեղծումը ժամանակին գաղափարախոսության առանցքներից մեկն էր եւ այն միավորող ուժը, որն աշխարհի բոլոր հայերին համախմբում էր։ Այժմ անհրաժեշտ է վերաիմաստավորել այն եւ այդ դերը պետք է ստանձնի պետությունը, որոնք պետք է լինեն գաղափարախոսության չափորոշիչները։ Դե ինչ, ավարտվեց հարթակը։